Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1352-րդ օրն է, չէր հասցրել աշխարհը բոլ-բոլ ծիծաղեր Պուտինի արեշնիկից, երբ նա ավելացրեց ծիծաղը արդեն Բուրևեսնիկի եւ Փոսեյդոնի թեմաներով, համաշխարհային մամուլում կարծես մարաթոն սկսված լինի, դե էտա Պուտինի վիճակը ծաղրացու, բայց արդեն ծիծաղելի չէ նրա զորքի եւ բնակչության համար, անհանգիստ գիշեր էր Ուկրաինայի օկուպացված տարածքներում եւ դեռևս Ռուսաստանի Դաշնություն կոչվող երկրի արևմտյան մասում, օկուպացված Դոնեցկում անդադար պայթյուններ էին լսվում գիշերը հսկայական կրակեր քաղաքի վրա, մինչդեռ ռուսական Վոլգոգրադում հենց ռուսական հոբ համակարգերը ուկրաինական դրոններից եւ հրթիռներից պաշտպանվելու փոխարեն հարվածում էին ռուսների բնակելի շենքերին։ Մեր Telegram-ին հետևողները արդեն գիտեն, որ ուկրաինական դրոնները թիրախավորել էին նավթավերամշակման գործարանը, բայց սա այս թեմայով բոլոր նորությունները չեն, վստահ եմ մեր Telegram-ի բաժանորդները արդեն հասցրել են ավելին տեսնել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերահսկողության տակ են պահում իրավիճակը Դոնեցկի մարզի Միրնոգրադ քաղաքում։ Ուկրաինական հատուկ նշանակության ուժերը ռուսական զորքերը դուրս են մղել Պոկրովսկի մոտ գտնվող Ռոդինսկի ավանից, փոքրիկ քաղաք է։ Պոկրովսկը այժմ նման է շերտավոր տորթի, ուկրաինական զորքերը ներխուժել են այն տարածքները, որոնք ռուսները արդեն իրենցն էին համարում։ Երեկ երեկոյան նույնիսկ քաղաքի կենտրոնում նորից բարձրացվեց ուկրաինական դրոշը, բայց սա զուտ հոգեբանական սիմվոլ է, դեռ քաղաքի ներսում հնարավոր են տարածքներ ձեռքից ձեռք անցնեն, բայց ավելի հետաքրքիր բան կա Պոկրովսկում, մինչ Պուտինի զորքերը մեր ուժերին սպառնում էին Պոկրովսկի եւ Միրնոգրադի ագլոմերացիայի գլոբալ շրջափակմամբ, Պոկրովսկում եւ շրջակա գյուղերում նման վտանգ կա արդեն հենց Պուտինի զորքերի համար, կան տեղամասեր, որտեղ օկուպանտները արդեն շրջապատված են, բայց եթե հիշում եք, ռուսական ռոպագանդան փորձում էր մեզ վախեցնել շրջապատմամբ, իսկ Մոսկվայի համար կարևոր չէ իր զորքերը շրջապատված են, թե շրջապատված չեն։ Այսօր շրջապատված են, վաղը արդեն ոչնչացված են, այնպես որ Մոսկվան հոգ չի տանում նրանց ճակատագրի համար։ Իրենք մեզ էին շրջապատումով փորձում վախեցնել, որ ասենք ներքին Պորոշենկոյի լրատվականները սկսեին նյութեր գրել եւ ճնշել, որպեսզի զորքը դուրս բերենք իբր ռուսական շրջապատումից, բայց նրանք բոլորը կորցրել են պատերազմի թելը եւ չեն պատկերացնում, թե գետնի վրա ինչ է կատարվում, եւ իրենց պատկերացրած սխեման Պոկրովսկում եւ Միրնոգրադում արդեն 3 ամսից ավել է չի կարող աշխատել։ Չեմ կարող ամենը ասել, քանի որ թշնամիները լսում ես, պարզապես մեր լսարանին ակնարկի ձևով սա ասեցի, ինձ թվում է մեր մշտական լսարանը արդեն պատկերացրեց ինչի նկատի ունեմ, բայց իրավիճակը ինքնին եթե մի կողմ դնենք պատերազմի ողբերգական կողմը, Պուտինի զորքերի եւ քարոզիչների համար տրագիկոմեդիա է ստացվել։ Հիշում եք 4 օր առաջ Պուտինը արդեն լրագրողներ էր ուղարկում Պոկրովսկ, հիմա ծպտունը դուրս չի գալիս, թողել է ռոպագանդիստների ստերի հույսին այս ուղղությունը, բայց ռուսական անհաջողությունները միայն Պոկրովսկով չեն սահմանափակվում, Դավրոպոլիայի ուղղությամբ ուկրաինական զորքերը շարունակում են առաջ շարժվել, Ուկրաինայի զինված ուժերը Շախովեից արևմուտք մաքրել են թշնամու եւս մեկ կաթսա, իսկ մյուսը մնացել է հարավում, այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել, բայց ելի առաջ չընկնենք, օրագա բարին հետը Ուկրաինան միացել է համատեղ էքսպեդիցիոն ուժերին GEF կոալիցիային, ինչը մեր երկրին հասանելիություն է տալիս եվրոպական ռազմական տեխնոլոգիաներին եւ պաշտպանական արտադրության հզորություններին, ինչպես նաեւ ավելի է մոտեցնում ՆԱՏՕ-ին, չնայած ելուր ավելի մոտ։ Երեկ երեկոյան լուր ստացանք, որ Սևծովի ափին գտնվող ռուսական Туапսե նավահանգիստը ամբողջությամբ դադարեցրել է վառելիքի արտահանումը ուկրաինական դրոնների հարվածներից հետո, դե սա սպասելի էր, գրեթե բոլոր հարվածներից հետո ռուսական օբյեկտները կամ ժամանակավորապես կամ մշտական շարքից դուրս են գալիս։ Թեմաները շատ են, բայց կփորձեմ հակիրճ ձեզ ներկայացնել եթերը։ Նախքան այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներից օգտվելուն։ Եթե կարելի է դրեք լայքեր մեր եթերի տակ եւ եթե կարող եք տարածեք սոցիալական ցանցերում, բազմիցս ասել եմ, որ հենց դուք եք որոշում YouTube-ի ալգորիթմներին թելադրել, թե որքան կարևոր է մեր եթերը։ Առիթից օգտվելով իմ շնորհակալությունը հայտնեմ ձեր ամենօրյա օգնության համար, իրոք շատ եք օգնում, տեսնում եմ, որ շատ տարածում եք, շատ սկսել եք ավելի լայքել։ Հիշեցնեմ, եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, դա նույնպես շատ կարևոր է։ Կարճ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել տարբեր լրատվամիջոցներում առկա անճշտությունների վրա, բանն այն է, որ ամեն ինչ կախված է աշխատանքի մեթոդա
իրավաբանությունից, օրինակ ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալները արագ կորցնում են իրենց արդիականությունը, քանի որ դրանք ուշանում են։ Վերջին օրերին մենք բախվում ենք այն իրավիճակին, երբ վերլուծաբանները հրապարակում են զեկույցներ, որոնք հիմնված են անցած օրերի տվյալների վրա եւ հենց հրապարակման պահից արդեն հնացած են, իսկ անփորձ լրատվամիջոցները կամ պարզապես խայպի հետևից ընկնողները վերցնում են եւ ինչպես կա այդ տեղեկատվությունը հաղորդում են առանց ասելու, թե ինչի հիման վրա է ստեղծվել այդ նյութը։ Այսպիսով ստեղծվում է խառնաշփոթ լրատվական դաշտում, մարդիկ չեն հասկանում ռուսները հիմա առաջ են եկել, թե հետ են գնացել, թե մերոնք են առաջ գնացել։ Վերջին 3 օրվա մեջ առաջ գնում են միայն մերոնք, իսկ քանի որ տեղեկատվական աղբյուրները չհաշված ռուսական ապա տեղեկատվությունը տարբեր են եւ նրանց զեկույցների նյութերն են տարբեր օրերից ստացվում է խառնաշփոթ։ Հենց այդ պատճառով ես անձամբ ինտենսիվ մարտերի օրերին օգտվում եմ բացառապես առաջնագծից ստացվող տեղեկատվությունից, փորձելով մեր լսարանին ներկայացնել հնարավորինս թարմ եւ հավաստի ու ակտուալ տեղեկատվություն։ Եթե գիտեք, մենք խայպի հետևից չենք ընկնում, մեր համար կարևորը ձեզ ճշմարիտ տեղեկատվություն հասցնելն է, թեկուզ շատ բարդ պայմաններում։ Իրավիճակը շատ արագ է փոխվում տարբեր կողմեր, բայց մենք միշտ ստուգում ենք եւ հաջորդ եթերում ավելի թարմ իրավիճակն ենք ներկայացնում ձեզ։ Պատերազմը դինամիկ է եւ այստեղ մնայուն բան չկա։ Մեկ վայրկյանում ռուս օկուպանտը շրջապատողից վերածվում է շրջապատվածի, իսկ եւս մեկ վայրկյան անց արդեն նախկին զինվոր է դառնում գրուզ 200, այսպես ասած։ Չորեքշաբթի առավոտյան ուկրաինացի պաշտպանները լիովին ջախջախել են օկուպանտների խմբավորումը, որը փորձում էր մառախուղից օգտվելով Միրնոգրադ քաղաք ներթափանցել, մեխանիզացված գրոհ էին կազմակերպել, վստահ եմ մեր լսարանի մեծամասնությունը մեր Telegram-ում արդեն տեսել են տպավորիչ կադրերը, թե մերոնք ինչպես ջախջախեցին ռուսներին։ Իդեպ Ռոդինսկոյին առնչվող հարցում հիմա քարտեզով դուք տեսնում եք, Ռոդինսկոն հենց քարտեզի կենտրոնում է։ Այդ բնակավայրը օկուպանտների համար շատ կարևոր էր, նրանք այնտեղ փորձում էին փակել օղակը եւ մեր զորքերը վերցնել շրջափակման մեջ, սակայն ինչպես արդեն ասացի, մեր ուժերը ոչ միայն ազատագրել են Ռոդինսկոյին, այլև շրջափակման մեջ են վերցրել ռուսական ուժերին հենց Պոկրովսկ քաղաքում։ Իսկ արդեն այս գիշեր ուկրաինական դրոնները լուրջ վնաս են հասցրել Վոլգոգրադի Լուկոյլի նավթավերամշակման գործարանին, հրապարակվել է խոցման տեսանյութը մեր Telegram-ում։ Նոյեմբերի 5-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են նաև շահեդ դրոնների բազան օկուպացված Դոնեցկում, Մադիարը անձամբ զեկուցեց։ Բացի այդ, ուկրաինական դրոնները Ռուսաստանի տարածքում խոցել են Կաստրամայի խոշոր էլեկտրոկայանը, եթե չեմ սխալվում, ռուսական 3 խոշորագույն էլեկտրակայաններից մեկն է Կաստրամայի Գրեսը, որը իմիջիայլոց վերջերս էր արդիականացվել, դե հիմա նոր վերականգնելու առիթ ունեն, եթե իհարկե փող գտնեն, իսկ օկուպացված Ղրիմում հրդեհի մեջ են նավթային բազան նորից ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով։ Անցած 24 ժամում Ուկրաինայի զինված ուժերը կանխել են Պոկրովսկի ուղղությամբ 100 հարձակում, վերջին 24 ժամվա ընթացքում օկուպանտները կորցրել են եւս 1170 զինվոր, ինչը Ռուսաստանի ընդհանուր կորուստները 22 թվականի փետրվարից ի վեր հասցրեց 1,147,740 ոչնչացված օկուպանտի։ Այսօր արդեն ունենք Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական հայտարարությունը, գլխավոր շտաբի տեղեկացմամբ 5-շաբթի առավոտյան լույս 6-ի նոյեմբերի գիշերը հարվածներ են հասցվել ռուս օկուպանտների մի շարք կարևոր օբյեկտների, ինչպես Ռուսաստանի տարածքում, այդպես էլ ժամանակավորապես օկուպացված Դոնբասում եւ Ղրիմում։ Մասնավորապես հարված է հասցվել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին, գրանցվել են պայթյուններ եւ հրդեհ։ Գործարանի տարեկան վերամշակման ծավալը կազմում էր 15.7 միլիոն տոննա, ինչը կազմում է Ռուսաստանի նավթամթերքների ընդհանուր վերամշակման մոտ 5.6%-ը։ Բացի այդ, գլխավոր շտաբը հաստատել է ժամանակավորապես օկուպացված Դոնեցկում տեղի օդանավակայանի տարածքում գտնվող շահեդ տեսակի դրոնների պահեստի համալրման եւ գործարկման բազայի ոչնչացումը։ Ըստ օբյեկտիվ հսկողության տվյալների տարածքում գրանցվել են պայթյուններ եւ հզոր երկրորդական դետոնացիա։ Ղրիմում էլ ոչնչացվել են վառելիքաքսուքային նյութերի 3 օբյեկտներ, Գվարդիայսկե բնակավայրի նավթային բազայում արձանագրվել է հաջող հարված վառելիքաքսուքային նյութերով լցված պահեստներին եւ բակերի ուղղությամբ, իսկ Սիմֆերոպոլի 2 վառելիքաքսուքային նյութերի բազաներում հարվածներ են հասցվել պահեստարանային համալիրներին, որտեղ արձանագրվել է վառելիքի բաքերի բռնկում։ Մեջբերեմ պաշտպանության ուժերը հետևողականորեն իրականացնում են միջոցառումների համալիր ու
ուղղված ագրեսոր պետության ռազմարդյունաբերական ենթակառուցվածքի կարևոր տարրերի ոչնչացմանը, ինչպես նրա սեփական, այնպես էլ ժամանակավորապես օկուպացված տարածքներում նպատակ ունենալով զրկել թշնամուն հարձակողական կարողություններից եւ շարունակական ագրեսիայի հնարավորությունից, ասված է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ Ուկրաինայի։ Ի վերջո գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատեց այնինչ արդեն հայտնի էր, բայց ինչպես ասում են, պաշտոնական հայտարարությունը ել ավելի հաճելի է դարձնում իրականությունը։ Ասեմ, որ հենց նոր ստացանք տեղեկատվություն, որ նորից Բաշկորտոստանի Ստեռնիտամա քաղաքի նեֆտեխիմ գործարանն է խոցվել, կադրերը արդեն մեր Telegram-ում են։ Իրավիճակը շատ արագ է զարգանում, զգում եք, չէ՞, սա կոչվում է 1001 կտրվածքների տակտիկա Տիսիչի Պարեզով։ Իր հերթին ռուս զավթիչները հարձակում են գործել Ուկրաինայի երկու մարզերի էներգետիկ օբյեկտների վրա եւ ոչ միայն։ Նոյեմբերի 6-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ հարձակվել են 135 հարվածային դրոններով։ Ուկրաինայի հոբ համակարգերը ոչնչացրել են կամ ճնշել 108 շահեդ, գերբեր եւ այլ տեսակի ռուսական դրոններ երկրի հյուսիսում, հարավում եւ արևելքում։ Գրանցվել է 27 դրոնի հարված 13 տարբեր տեղանքներում։ Ասեմ, որ գիշերը ռուսական ուժերը մասսայական հարձակում էին կազմակերպել Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկի քաղաքի վրա։ Քաղաքում բռնկվել են հրդեհներ, 8 մարդ է տուժել։ Ռուսաստանցիները հարձակվել են երկաթուղային ենթակառուցվածքների վրա Զապորոժյե, Դնեպրոպետրովսկ եւ Խարկովի մարզերում։ Սա նշանակում է, որ չնայած Ռուսաստանը ստանում է ծանր հարվածների պատասխան իր հարվածների Ուկրաինայի էներգետիկ համակարգին, Մոսկվայում դեռ չեն որոշել հեռանալ այդ վատ ճանապարհից։ Կրեմլը միշտ ուշանում է կարևոր որոշումներով, հավանաբար երբ նրանք արդեն որոշեն դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ համակարգին, հենց Ռուսաստանին պատճառված վնասը արդեն կլինի անդառնալի։ Բայց ի վերջո ինչ տարբերություն, թե ինչից կընկնի Ռուսաստանը։ Կարևորն այն է, որ դա որքան հնարավոր է շուտ տեղի ունենա։ Իսկ այն ցավակցողներին, ովքեր սկզբում մեկնաբանություններում գրում էին, թե իմ եթերներում հնչում է ոչ ճիշտ տեղեկատվություն, իսկ հիմա բախվելով իրականությանը փորձում են գթասրտություն առաջացնել, ասելով, թե երկու կողմերում էլ հայեր են կռվում, հիշեցնեմ, հայերը պատվի եւ արդարության մարդիկ են։ Նրանք կռվում են Ուկրաինայի համար, իրենց երկրի համար, որի վրա հարձակվել է անգութ ագրեսորը։ Իսկ Պուտինի բանակում հայեր չկան, այնտեղ օկուպանտներ են։ Նրանք, ովքեր որոշել են ծառայել ագրեսոր երկրին, կորցրել են իրենց ազգային պատկանելությունն ու պատիվը։ Նրանք սովորական մարդասպաններ են եւ մարդասպանների ծառաներ։ Ուստի կարիք չկա ողորմություն հայցելու։ Բոլորը հիշում են Սասունցի Դավիթ էպոսը, ինչպես Մսրամելիքի մայրն ու քույրը աղաչում էին խղճալ, հա, Մսրամելիքին, բայց այսօր ողորմություն մի սպասեք։ Էպոսը դա լավ պատմություն է, մենք պետք է հիշենք եւ դասեր քաղենք։ Իսկ այժմ իրական եւ չափազանց անարդար պատերազմ է, որը սկսել է Պուտինը եւ որի համար նա պետք է պատժվի եւ ոչ միայն նա, այլև նրան օգնողները։ Ուստի մի փորձեք գթասիրտություն առաջացնել, ձեր հանդեպ կարող ենք զգալ միայն զզվանք որպես ընկած մարդասպանի նկատմամբ։ Իմիջիալոց ձեր երկրի ներսում էլ շատերը արդեն պայքարում են Պուտինի ռեժիմի դեմ, պարտիզաններն էլ առանց գործի նստած չեն, Պուտինի ռեժիմին ընդդիմադիր ներքին դիմադրությունը շարունակում է իր ակտիվությունը, նոր տեղեկություններ ունենք։ Ռուսաստանի ազատության շարժումը հայտնել է ռուսական զորքերին պատերազմում աջակցություն ցուցաբերող լոգիստիկ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին։ Պարտիզանները մի շարք գործողություններ են իրականացրել Ռուսաստանի տարածքում ուղղված երկաթուղային ենթակառուցվածքների դեմ, որոնք օգտագործվում են ռազմական բեռների տեղափոխման համար։ Հարձակման թիրախներ են դարձել շարժակարգերը, լոկոմոտիվները, որոնք ծառայում էին զենքի զինամթերքի եւ տեխնիկայի ռազմական գործողությունների շրջաններ հասցնելու համար։ Պարտիզանները կիրառել են հրկիզիչ խառնուրդներ, որի արդյունքում տասնյակ շարժակարգերի կառավարման եւ էլեկտրամատակարարման համակարգերը դուրս են բերվել գործառույթությունից։ Այդեպ ավելացնեմ այն մարդկանց համար, ովքեր հայերի մասնակցությունը շահարկում են, երբ որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվեց, այստեղ կես միլիոն հայեր ապրում։ Ինչ որ այն ժամանակ չեմ հիշում, որ այդ մեկնաբանողները գրեին, թե իզուր է հարձակվել, որովհետև այստեղ հայեր կան։ Իսկ հիմա, երբ որ ռուսներն են արդեն նեղը ընկել, սկսել եք հիշել հայերի մասին, այդ գթասիրտները կամ գթություն հայցողները հայ ազգի մասին պատկերացում չունեն։ Եվ մենք թույլ չենք տա որևիցե մեկին ստվեր գցել մեր ազգի պատկերի վրա։ Հայը միշտ հպարտ եւ արդարի կողմից է։ Համենայն դեպս մեր ընկալմամբ է այդպես։ Անցնենք այլ լուրերի, մինչդեռ ագրեսոր Ռուսաստանը Ուկրաինայում սպանում է անմեղ մարդկանց, հենց Ռուսաստանում ավելի է խորանում ճգնաժամը առողջապահության ոլորտում, խորանում է դեֆիցիտը դեղամիջոցների ոլորտում, առաջացել են խնդիրներ քրոնիկ
հիվանդությունների բուժման գործում, դա ինչ ասեմ, Պուտինը մտածում էր մի քանի օրում գրավել Կիևը եւ հանգստանալ փառքի դափնիների վրա, բայց իրականում Ուկրաինան արդեն 4-րդ տարին է ինչ լայնածավալ պատերազմի պայմաններում հուժկու հարվածներ է հասցնում Ռուսաստանին, իսկ աշխարհը այլևս չի հանդուրժում հերթական պուտինյան ագրեսիան։ Այժմ ռուսաստանցիները վճարում են Պուտինի հաշիվների դիմաց, եւ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինի ռեժիմը Ռուսաստանում չի կործանվել։ Ինչպես եթերի սկզբում ասացի, Պուտինը դարձել է համաշխարհային ծաղրի առարկա, Ուկրաինան մասնակցելու է Եվրոմիության պաշտպանության հիմնադրամին, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կտրուկ ծաղրել է Պուտինի հերթական փորձը աշխարհին վախեցնել միջուկային փորձարկումների մասին խոսակցություններով, մեկնաբանելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի վերջին նիստը, որի ընթացքում ռուս դիկտատորը հանձնարարել էր ուժային եւ քաղաքացիական կառույցներին պատրաստվել հնարավոր միջուկային փորձարկումների, Ռյուտեն հայտարարել է, որ նման ներկայացումները լուրջ չի ընկալում։ Մեջբերեմ, ես արդեն վաղուց չեմ արձագանքում Պուտինի կազմակերպած նիստերին, նրան վճարում են որպես Ռուսաստանի նախագահի, այդ պատճառով էլ նա այդ նիստերը կազմակերպում է, հեգնանքով նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Շատ չերկարացնեմ եթերը, իրադարձությունները շատ արագ են զարգանում, ուստի որպեսի բան բաց չթողնեք, հետևեք մեր Telegram-յան ալիքին։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ մեզ հետ եք, աջակցում եք։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման բաժանորդագրվեք։ Հուսամ հաջորդ եթերի ժամանակ ավելի լավ լուրեր կունենամ ձեզ հաղորդելու։ Բարով մնաք, մինչ նոր հանդիպում։